Բակվարտալին է ոնց գնան։ Ես մեքենան ընդամեն պետք է տանի 22 հոգի, 50 հոգի մարդ կասնես։ Մեքենա ջարդում է։ Հա, վարորդը ճիշտ է ասում, ասում այս մեքենան պետք է տանի 22 հոգի, բայց տանում է 50 հոգի։ Վարորդը ճիշտ է ասում։ Հետո վաղը կասեն մեքենաները շարքից դուրս են գալիս, որովհետև որ պրոբկայում շալակով եմ գա։ Ոչինչ, կանգնեք, սպասենք։ Ինչքան դուք եք սպասում, այնքան մենք պրոբկի մեջ ենք կանգնում։ Վարորդ ջան, ոչ դուք եք մեղավոր, ոչ էլ էս մարդիկ, որ գործից դուրս են գալիս, ուզում են տուն հասնեն։ Դուք էլ մեղավոր չեք։ Սենց մեքենաներ են հիմա ջարդված։ Մեղավորը Երևանի քաղաքապետարանն է իր տրանսպորտի բաժնով։ Մի օր որ դուրս գան ձեր հետ շրջեն, սենց չի լինի։ Մի քանի օգնից հոյշնի, որ Ես ինչ հաջողությունա, որ իջնով կա։ Մյուսները առավոտ իրար հետ շուշուտետում գալիս են, բայց այս ժամանակ Հիմա ինչ մեք դու, դեներով հիմա բա ես ընտորն եմ կացել, որ դուք իջնեք։ Տիգրան Ավինյան, հիմա դիմում եմ ձեզ, երբ որ ժամանակ էին, ասում եք, բարեփոխում ենք, 150 դրամ ենք դարձնում, ես հիմա ձեզ հրավիրում եմ, քո տրանսպորտի բաժնի պետի հետ, բացի ձեր պարգևավճարներ ստանալուց, բարի եղեք, մի օր նստեք տրանսպորտ, ընդհանրապես որևէ ուղղությամբ տրանսպորտ նստեք, Տիգրան Ավինյան, ու այս սովորական շարքային քաղաքացիների նման, որոնց հարկերի հաշվին դուք պարգևավճար եք ստանում, նստեք տրանսպորտ ու հասեք մի կետից, B կետից A կետ։ Պատավատապետություն եք դարձրել երկիրը, նստեք տրանսպորտ, Տիգրան Ավինյան, քեզ հրավիրում եմ, այս ժամերին, առավոտյան, կեսօրին, որևէ ժամի, արի ու նստի տրանսպորտ։ այս ժամերին մեկ էլ առավոտյան, շատ վատան։ Դուք երևի կեսօրին չեք նստում, երբ որ դպրոցի երեխաները դասերից դուրս են գալիս։ Այս սա է ձեր բարեփոխված, թանկացրած տրանսպորտը։ Մեր գույքա հարկերի ու մեր ծաղ աշխատանքների հաշվին։ Մեզ է սպառնում են, ասում են, էլի ենք ստանալու պարգևավճար։ Շատ հարկ ենք անձում, շատ էլ պարգևավճար ենք ստանում։ Վարորդը ասում է պետք է սրանով, ես տեղափոխեմ 22 հոգի, բայց տեղափոխում եմ 50-ից 40 հոգի։ 50-ից 40 հոգի։ Վարորդը տեղափոխում է 22 հոգու փոխարեն 50-ից 40 հոգի։ Հիմա վարորդը ինչ անի։ Ապահովեք, որ ձեր գոնե ձեր բերած տրանսպորտը, ապահովեք, որ սենց շուտ շարքից դուրս չգա։ Երթուղի մտցրեք ուրիշ ավտոբուսներ։ Մարդը ասում է չեն էլ վճարում, ոնց վճարեն, մարդիկ իրար գլխին կանգնած։ Քաղաքապետարանում քանի պատավատ կա, հաշվել եք։ Այն գերեզմաների ճանապարհը։ Այո կա։ Չէ, այդտեղ չէ, ներքևը Բանգլադեշ։